Ողջույն հարգելի հետևորդներ, մենք այսօր գտնվում ենք Արտաշատի դատարանում, հերթական դատական նիստներ, կատվասպան, կենդանասպան Ժիվադյոր Մարսպետ Գրիգորյանին, դատը ավարտվեց, կայացվեց վճիռ, ինչի հետ մենք համաձայն չենք, որովհետև ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոնցից մեկն է հիվանդ մայր, որը խնամքին է գտնվում Մարսպետի, այն որ Մարսպետը տանը նստած է, իսկ իր կինն է աշխատում եւ փաստացի իրանց ընտանիքը կինն է պահում, տղան ինչպես Մարսպետը իր ժեստերով ցույց տվեց, սենց աշխատում է, որպեսզի մոր խնամքի համար տան անդամներից ինչ որ մեկը աշխատանքից չզրկվի, Մարսպետ Գրիգորյանին 1 տարի ազատազրկման փոխարեն տրվեց 3 տարի պայմանական, ինչի հետ մենք իհարկե համաձայն չենք, որովհետև նախ բոլոր հարևանները մեզ տեղեկացրել էին, որ Մարսպետի եղբայրն է խնամում մորը, դատախազը ինչպես միշտ ոչինչ չարեց, միայն առաջարկեց 1 տարի ազատազրկումը, բայց ոչ մի նորմալ հետաքննություն տեղի չունեցավ, որպեսզի պարզեն այդ կնոջ այլ երեխաները որտեղ են եւ այդ կինը թող անցնի իր մյուս երեխաների խնամքին, որովհետև իր տղան բացահայտ հանցագործ է եւ պետք է պատիժ կրի։ Այդպես էլ գործին չկցվեց այն հանգամանքը, որ այդ վիդեոյում միայն Մարսպետը չէր, այլ ամենայն հավանականությամբ կինը եւ տղան էլ էին։ Մենք 3 հոգի հաղորդում տվող ենք եղել, ոչ մեկից առ այսօր այդպես էլ չկանչեցին քննչական բաժին, որպեսզի մեզնից վերցնեն բացատրություն կամ որևիցե։ Մարսպետը շատ մեծ ժպիտով տեղափոխվեց, գնաց իր մեքենան, գնաց տուն, իհարկե դատախազը դժվար թե ինչ-որ բան բողոքարկի, որովհետև իրան հետաքրքիր չի, գործը փակվեց, գնաց ամեն ինչ օքեյ է, բայց մենք կքննարկենք մեր արագարձական նախագծի հետ, Տիկին Պողոսյանի հետ միասին եւ կորոշենք մեր հետագա քայլերը, որովհետև այդ մարդը պետք է պատժվի, ինչ է նշանակում 3 տարի փորձաշրջան, եթե նմանատիպ բան կրկնվի, արդեն ազատազրկում։ Հասկացանք այդ մարդը գիտելիք չունի, բայց ինքը այդ աստիճան հիմար չի, որ նորից նման բան անի եւ նկարի, իսկ ինքը հաստատ դա անելու, որովհետեւ այդ մարդը հոգով Ժիվադյոր է, դրա դեմ էլ ոչ մի բան չես կարող անել։ Եվ ցավոք, երբ որ այսպիսի անպատժելիության մթնոլորտ է լինում, դա ծնում է նորանոր հանցագործություններ եւ մարդիկ տեսնելով, որ այսքանից հետո անգամ ամենաբացահայտ փաստերով դեպքում չպատժվելու դեպքում էլ մարդը չպատժվեց նման բան անելուց եւ հետեւաբար իրենք էլ ավելի ազատ են զգում իրենց հանցագործություններ անելու եւ նման անպատժելիության մթնոլորտը մի օր կարող է տանել նրան, որ մի օր ինչ որ մեկը չդիմանա էմոցիոնալ խորտման տակ, այսպես ասած, սամասուդ անի եւ հասկանան, որ այդ օրենքի կարեւորությունը արդեն անձամբ մարդկանց կյանքի հետ է կապված, ոչ թե կենդանիներ։ Եվ վերջի ավելացնեմ եւս մեկ բան, որ Մարսպետը այսօր կատվին է սպանել, վաղն էլ ինչ որ մեկի երեխային է տանելու այդ նույն պատվալում, նույն պայմաններում վերացնի, բայց գտնվի ավելի խելացի, որ չնկարի, որովհետև այստեղ արդեն միայն կենդանու հարցը չի, այստեղ հարցն է, որ նման մարդիկ պետք է կրեն պատիժ եւ պետք է հասարակությունից հեռու մնան, որովհետև իրենք նորմալ չեն։